Կրակե սկզբունքներ, բաժին 2, հոգին և որդին, մկրտող Հիսուս։ Օծյալը։ Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց նրա համար, և նա տեսավ Աստծո հոգին, որ վայր էր իջնում աղավնու պես, և գալիս էր նրա վրա։ Եվ ահա երկնքից ձայն եկավ, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»։ Մատթեոսի ավետարան 3:16 և 17 խոսքեր։ Մկրտություն կրակով։ Հիսուսն ասաց, որ Հովհաննես Մկրտիչը վառվող և լույս տվող ճրագ էր, սակայն նա մկրտում էր ջրով, Հորդանան գետի սառը ջրերում։ Հիսուսը ճրագ չէ, նա լույսն է, և նա Տերն է։ Նա մկրտում է այլ Հորդանանում, հոգևոր գետում, որը վառվում է Աստծո զոհասեղանի կրակով և բժշկություն ու զորություն է բերում։ Հովհաննես Մկրտիչը գիտեր հոգով մկրտության մասին։ Նա իմացել էր այդ մասին Աստծուց։ Իրականում Հովհաննեսն ասաց մեզ, թե ինչպես ճանաչենք Քրիստոսին։ Նրա տարբերակիչ հատկանիշը կրակով մկրտությունն է։ Դա լինելու էր այնպիսի բան, ինչը ոչ ոք չէր արել և չէր էլ կարողանա անել։ Գոյություն ունեն բազմաթիվ կրոններ, բայց Քրիստոսը տարբերվում է նրանցից։ Միայն նա է մկրտում Սուրբ Հոգով և կրակով։ Այդ մասին կարող եք կարդալ Մատթեոսի ավետարանի 3:11-ում։ Հիսուսը մկրտված էր Սուրբ Հոգով։ Թեև Հիսուսի ծնունդը Սուրբ Հոգուց էր, նա Սուրբ Հոգով մկրտվելու կարիք ուներ, երբ սկսեց իր ծառայությունը։ Այն բանից հետո, երբ Հովհաննես Մկրտիչը ջրով մկրտեց Հիսուսին Հորդանանում, տեղի ունեցավ երկրորդ մկրտությունը։ Աստծո հոգին իջավ նրա վրա աղավնու պես, ոչ թե կրակի բոցի պես, քանի որ Հիսուսի մեջ չկար մի բան, ինչը պետք էր այրել։ Քրիստոնյաների մեծագույն օրինակը Հիսուսն է, և նա մկրտվեց Սուրբ Հոգով։ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի ավետարանները նկարագրում են նույն իրադարձությունը։ Հովհաննեսի ավետարանը ավելի մանրամասնորեն է ներկայացնում այն։ Հովհաննես Մկրտիչը, ով եկել էր Հիսուսից առաջ, հայտարարեց. «Տեսնում էի հոգին, որ աղավնու պես վայր էր գալիս երկնքից և նրա վրա մնում»։ Հովհաննեսի ավետարան 1:32։ Հիսուսն ինքն ասաց. «Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ»։ Նա ուղարկել է ինձ ավետարանելու։ Ղուկասի 4:18։ Պետրոսն ասաց Գործք առաքելոցի 10:38-ում Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով և զորությամբ օծեց։ Հովհաննես Մկրտիչը ապշեցուցիչ մի բան ասաց, որի վրա որ տեսնես հոգին վայր է գալիս և նրա վրա մնում, նա է Սուրբ Հոգով մկրտողը։ Հովհաննեսի 1:33։ Քրիստոսը մարդկային վերապրում ստացավ Աստծուց, որպեսզի ցույց տար, թե ինչպիսին պետք է լինի մարդու կատարյալ վիճակը։ Նա առաջինն էր անթիվ մարդկանցից։ Նա առաջին Սուրբ Հոգով մկրտված մարդն էր այս երկրի վրա։ Հովհաննեսի 3:34-ում New International թարգմանության գրված է. «Աստված տալիս է հոգուն առանց չափի»։ Հովհաննեսի 1:16-ն ազդարարում է. «Նրա լիությունից մենք ամենքս առանք»։ Սա հրաշալի ճշմարտություն է։ Այն, ինչ նա ստացավ, մեզ համար էր։ Նա լցվեց մեզ համար, և մենք լցվում ենք նրա անսահման լիությունից։ Այն ամենը, ինչ Հիսուսն արեց, մեզ համար էր։ Նա ծնվեց մեզ համար և ապրեց մեզ համար։ Նա ասաց, որ ինքը մկրտվեց ջրով և հոգով մեզ համար։ Նա ծառայեց, մահացավ, հարություն առավ, համբարձվեց դեպի փառքը և նա վերադառնալու է մեզ համար։ Սուրբ Հոգին տալիս է մեզ Հիսուսի կյանքը։ Գալով այս աշխարհ որպես մարդ, Հիսուսն ընդունեց այն, ինչի կարիքն ունի մարդկությունը՝ Սուրբ Հոգու։ Նա նույնացրեց իրեն մեզ հետ և ասաց. «Այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք»։ Մատթեոսի ավետարան 3:15։ Հիսուսն Աստծո որդին էր, բայց նա զբաղեցրեց մեր դիրքը, և եկավ այն օրը, երբ նա անցում կատարեց դեպի նոր փորձառություն՝ հոգով լցված կյանքը։ Այս փորձառությունը դարձ կամ վերստին ծնունդ չէր։ Աստծո որդին բոլորովին չուներ դրա կարիքը։ Նրա օրինակը ցույց տվեց, որ հոգով մկրտությունը չպետք է շփոթել վերստին ծնունդի կամ որևէ այլ հոգևոր իրադարձության հետ։ Նա ընդունեց Սուրբ Հոգու առանձին և եզակի փորձառությունը իր ծառայության համար։ Նույնը պետք է կատարվի յուրաքանչյուր հավատացյալի հետ, ով հետևում է նրա օրինակին։
օծված շավիղներ։ Դրանք Սուրբ Հոգու հեղուկ կրակի մեջ ընկղմված տղամարդու կամ կնոջ հսկա ոտնահետքերն են։ Ամեն մի քայլից կրակ է կաթում, որն այրում է մեր ճանապարհի կարիճներին և օձերին, ազատության և օրհնությունների արահետ բացելով։ Մկրտություն բառը այսօր եկեղեցական բառ է, բայց հին ժամանակներում այն պարզապես նշանակում էր ընկղմում։ Երբ ներկարարը մտցնում էր կտորը ներկի մեջ, այն ընկղմվում կամ մկրտվում էր, ինչը նշանակում էր, որ այդ գործվածքն ընդունում էր այդ ներկի բնույթը։ Երբ Հիսուսը կանգնած Սուրբ Հոգու գետի մեջ կանչում է մեզ և մենք հետևում ենք, նա գրկում է մեզ իր ձեռքով և մկրտում է Սուրբ Հոգու հեղուկ կրակի մեջ։ Մենք մտնում ենք կրակի մեջ, իսկ կրակը մեր մեջ։ Երբ մենք բարձրանում ենք այդ փառավոր գետից, գիտակցում ենք, որ կրակը լիովին համակել է մեզ և ամբողջովին ներծծվել է մեր մեջ։ Այն նախատեսված չէ մեր անհատականության որևէ կողմի կամ առանձին գործառույթի համար։ Այն ընդգրկում է մեր ամբողջ անհատականությունը։ Պատկերացրեք, որ դուրս եք գալիս այդ գետից և զգում եք, թե ինչպես է կենդանի կրակը կատկթում ձեզնից։ Ամեն դև ձեր քաղաքում կիմանա, թե ուր եք դուք գնացել, քանի որ նրանք կճանաչեն ձեր ոտնահետքերի կրակեկաթիլները, օծված շավիղները։ Ընդգրկված լինել։ Հիսուսն իր երկրային կյանքի ընթացքում ոչ ոքի չմկրտեց կրակով։ Նա ասաց, որ անելու էր դա իր հոր մոտ գնալուց հետո։ Եվ այդպես էլ վարվեց, սկսելով Պենտեկոստեի օրվանից, ինչպես որ գրված է Գործք առաքելոցի 2-րդ գլխում։ Այդ հետոն դեռ շարունակվում է։ Նրա ծրագիրը չի փոխվել։ Հիսուսը դեռ Սուրբ Հոգով մկրտողն է։ Նա թոշակի չի անցել և չի փոխել իր դերը։ Միթե նման բան կարող էր տեղի ունենալ, եթե այդ խոստումը հեռավորների համար էր։ Կարող եք կարդալ Գործք առաքելոցի 2:39-ում։ Ներկայում Գործք առաքելոց գրքի ևս մեկ գլուխ է գրվում։ Այսօր Հոգու մկրտությունը ոգեշնչում է 100 միլիոնավոր նորահավատների ավետարանը զորությամբ քարոզելու համար։ Ընդգրկվեք այս գործի մեջ։ Որդու նախանձավորությունը։ Եվ հրեաների զատիկը մոտ էր, և Հիսուսը ելավ Երուսաղեմ։ Եվ տաճարում գտավ եզներ և ոչխարներ և աղավնիներ ծախողներին և սեղանավորներին նստած։ Եվ չվանից խարազան շինեց և ամենին տաճարից դուրս հանեց, ոչխարներն էլ և եզներն էլ։ Եվ սեղանավորների պղինձները ցրեց և տախտակները կործանեց։ Եվ աղավնի ծախողներին ասաց. «Դրանց վեր առեք այստեղից, իմ հոր տունը մի շինեք առևտրի տուն»։ Եվ նրա աշակերտները հիշեցին, որ գրված է. «Քո տան նախանձը կերավ ինձ»։ Հովհաննեսի ավետարան 2:13-17 խոսքեր։ Աստծո կրակը Հիսուսի մեջ։ Ոմանց համար այն երկրպագության վայր էր, մյուսների համար այն աշխատանքի վայր էր, որտեղ նրանք վաստակում էին իրենց ապրուստը ցանկացած միջոցով։ Բայց որդու համար այն իր հոր տունն էր, սուրբ հող և այնպիսի վայր, որտեղ աղոթքներ են բարձրանում ազգերի փրկության, բժշկության և ազատագրման համար։ Այնպես որ նա մտրակ բարձրացրեց փոխփոխողների, գողերի և չարաշահողների վրա, դրդելով փարիսեցիներին զայրույթից դողալ և վտանգի ենթարկելով իր կյանքը։ Այնուամենայնիվ, քանի որ վտանգված էր իր հոր պատիվը և ազգերի փրկության աշխատանքը, նա ծիծաղեց մահվան վրա։ Արժեր գործել այդ նպատակների համար։ Նա պատրաստ էր խաչվել դրանց համար, եթե հարկավոր լիներ։ Ինչպիսի նախանձավորություն։ Մեր կյանքում Աստծո կրակը վերածվում է նախանձավորության, այնպիսի նախանձավորության, որը տեսանք Հիսուսի կյանքում։ Նա նախանձավոր էր ոչ միայն խոսքով։ Մենք կարդում ենք, որ երբ Հիսուսը վերջին անգամ Երուսաղեմ էր գնում, նա գնում էր իր աշակերտների առջևից։ Նրանք տեսնում էին, թե ինչպես էր նա ստիպում իրեն առաջ գնալ։ Եվ ճանապարհի վրա Երուսաղեմ էին գնում, և Հիսուսը նրանցից առաջ էր գնում, և նրանք զարմանում էին և ետևից գնալով վախենում էին։ Գրված է Մարկոսի ավետարանի 10:32-ում։ Ինչու՞։ Այն կրակը, որը նրա ներսում էր, երևում էր նույնիսկ իր քայլերի մեջ։ Երբ նրանք տեղ հասան, Հիսուսը տեսավ, թե ինչպես էր պղծվում տաճարը։ Այդ պահին աշակերտներն էլ ավելի համոզվեցին նրա նախանձավորության մեջ։ Նրա արձագանքը վերածեց նրան զարհուրելի անձնավորության։ Աշակերտները հիշեցին Սաղմոս 69:9, որովհետև քո տան նախանձը կերավ ինձ։
բայց նրա բարկությունը ծնվեց սիրուց, ոչ թե սառնասիրտ զայրույթից։ Հիսուսը խելագարված մոլերանտ չէր։ Նա սիրում էր իր հոր տունը և վերջ։ Նա ցանկանում էր, որ մարդիկ երկրպագեին տաճարում, ազատ և երջանիկ։ Բայց շահամոլությունը տաճարում փչացրել էր այդ ամենը։ Նրա սիրտը հորդեց հրաբխի պես։ Սուրբ Հոգու կրակը նրա ներսում դրդեց նրան մաքրել տաճարը։ Նրա արարքները վախ էին առաջացնում, և շատերը փախուստի դիմեցին դրա պատճառով։ Չնայած դրան, երեխաները, կույրերը և կաղերը մնացին, և նա բժշկեց։ Կարող եք կարդալ Մատթեոսի 21:14-16-ում։ Նա հենց դա էր կամենում անել, և հենց այդ պատճառով էր նրա բարկությունը հնոցի պես բորբոքվել։ Նրա ցասման նպատակը ուրախությունն էր, և նա հասավ իր նպատակին։ Ի վերջո երեխաները երգեցին «Օվսաննա»։ Սա միակ դեպքն է Աստվածաշնչում, որում ոգեշնչումը Աստծո վերաբերյալ հանդիմանվեց։ Միակ դեպքը, երբ Տիրոջ սրահներում հնչեց լռության պահանջ։ Այդ լռությունը պահանջողները փարիսեցիներն էին։ Տիրոջ փառաբանությունը խլացնում էր նրանց դրամարկղերից հնչող զրնգոցը։ Փողի երաժշտությունը լռեցվում էր։ Դա Տիրոջ կրակի խորհուրդն էր։ Նրա մաշող կրակի նպատակն էր ճանապարհ պատրաստել հորդացող փառաբանության համար։ Աստվածային առաջնահերթություն։ Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր, աղաղակեց և ասաց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Ինձ հավատացողը, ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն»։ Հովհաննեսի ավետարան 7:37 և 38 խոսքեր։ Հին կտակարանից նոր կտակարան։ Այն, ինչ առաջարկում է Հոգին, անկարելի է ստանալ բազում բարի գործերի և կրոնի միջոցով։ Աստծո Հոգին հագեցնում է յուրաքանչյուրի խորը քաղցը և ծարավը։ Նա թարմություն և նորոգում է բերում ձեզ այնպես, ինչպես ոչինչ և ոչ ոք չի կարող։ Եթե դուք հոգնած եք և լեցունության կարիք ունեք, Հիսուսն առաջարկում է ձեզ գալ իր մոտ, ընդմիջում վերցնել և խմել Սուրբ Հոգու խորը ջրերից։ Ամենահրաշալի ձայնը, որը երբևէ լսվել էր, հասնելու էր հազարավոր մարդկանց ականջներին, որոնք հավաքվել էին Երուսաղեմի տաճարի սրահներում։ Տեղի էին ունենում ազգային տոնակատարության վերջին ծեսերը։ Բոլորի աչքերը հետևում էին այն ոսկե անոթին, որը լցված էր ջրով և գինով։ Թափելու ընծան պատրաստ էր Տիրոջը մատուցվելու համար։ Քահանաներից մեկը վեր բարձրացրեց արևի ճառագայթներից փայլող անոթը և կանգ առավ։ Տիրեց քար լռություն։ Մարդիկ փորձում էին լսել սուրբ ջրի թափման ձայնը զոհասեղանի մոտ դրված բրոնզե անոթի մեջ։ Հանկարծ այդ ամենը ընդհատվեց։ Մի ձայն, որը 1000 տարի չէր հնչել, հանկարծակիի բերեց բոլորին։ Դա Հիսուս Քրիստոսի, Աստծո Որդու ձայնն էր։ Նա այն խոսքն էր, որը խոսվել էր սկզբից, և գոյության էր կոչել երկինքն ու երկիրը։ Այժմ կանգնած Երուսաղեմում նա հրատարակում էր թագավորական և աստվածային հրովարտակը, որով Աստծո գործելակերպը մարդկանց հետ նոր փուլ էր թևակոխում։ Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի։ Ինձ հավատացողը, ինչպես գիրքն է ասում, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Մոտենում էր Սուրբ Հոգու ժամանակաշրջանի սկիզբը։ Ուրախալի գոչյուն։ Սուրբ Հոգու ազատություն բերող ազդեցության պատճառով դուք դժվարանում եք, իսկ հաճախ չեք կարողանում հանդարտ մնալ, և դրա կարիքն էլ չկա։ Կա զորություն ձեր գոչյունի մեջ։ Թույլ տվեք ձեզ տոնել նրա ներկայությունը հիացական ուրախությամբ։ Գոչեք, և ձեր ներսից ուրախության գետեր կհոսեն։ Կարող եք կարդալ Հովհաննեսի 7:38 և Պետրոսի 1:1-8-ում։ Վերադառնալով այն բանին, ինչ Աստվածաշունչն ասում է Սուրբ Հոգու մասին, գետեր բառը շարունակաբար օգտագործվում է նկարագրելով հավատացյալի կատարյալ վիճակը։ Գետերը Սուրբ Հոգու խորհրդապատկերն են։ Եսայի 58:11-ում կա հետևյալ ակնկալիքը. «Կլինես ջրի ակնի կամ գետի պես, որի ջուրը չի պակասի»։ Գետերը վերապրելու համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու հրաշագործ ներկայությունը։ Շատերի համար լեցունությունը անծանոթ է, անբնական և շփոթեցնող։ Այնուամենայնիվ, նրանց համար, ովքեր Աստծո թագավորության մեջ են, այս աշխարհի մշակույթը մեծ նշանակություն չունի։
Մեր թագավորության մեջ մարդիկ ուրախալի գոչյուններ են արձակում։ Մենք միայն պետք է մեկ հարց տանք. եթե Քրիստոսն աներ ճիշտ այն, ինչ խոստացավ, եւ մկրտեր մարդկանց Սուրբ Հոգով ու կրակով, ինչպիսին նրանք կլինեին։ Արդյոք կլինեին սառը, զուսպ եւ ինքնամփոփ։ Աստծո զինանշանի վրա պատկերված է կրակ, ոչ թե սառույց։ Գինը վճարված է։ Միայն կամենում եմ սովորել ձեզնից։ Օրենքի գործերից ընդունեցիք հոգին, թե հավատքը լսելուց։ Այդքան անմիտ եք, հոգով սկսեցիք եւ հիմա մարմնով եք վերջացնում։ Գաղատացիների թուղթ 3:2 եւ 3 խոսքեր։ Վանել կամ գրավել։ Ուշադրություն դարձրեք։ Մեր տկարությունները չեն վանում Աստծուն, այլ գրավում են նրան։ Միգուցե մենք անհույս ենք, բայց հոգին Աստծո պարգևն է հատկապես տկարների համար, քանի որ նա լրացնում է մեր տկարությունները։ Նա է հոգնածին կամ տկարին ուժ տվողը, եւ նա կարողություն չունեցողին զորություն է շատացնում։ Եսայի 40:29։ Զարմանալի շնորհք։ Որքան քաղցր է այն, որ փրկեց ինձ պես անզգամին։ Գողգոթայում հնչեց մի ձայն, որը փրկություն բերեց մարդկությանը, իսկ Պենտեկոստեի օրը հնչեց մեկ այլ ձայն, սաստիկ փչող քամու ձայնը։ Դա նախանձավորության, սիրո, Աստծո հոգու ձայնն էր, որը փափագում էր իր գիրկն առնել մարդկությանը։ Լիովին գիտակցելով անկում ապրած մարդկության տկարությունները, Սուրբ Հոգին եկավ, եւ նա դեռ այստեղ է ձեզ համար։ Մեր մեղքն էր, որ Հիսուսին խաչը հանեց, ոչ թե մեր արդարությունը։ Մեր տկարությունն էր, որ բերեց Սուրբ Հոգուն մեզ մոտ, ոչ թե մեր կատարելությունը։ Արդյոք մենք արժանի ենք։ Շատ քրիստոնյաներ կարծում են, որ իրենք արժանի չեն կամ բավականաչափ լավը չեն, որ ընդունեն Սուրբ Հոգուն։ Այո, ճիշտ է, որ մենք երբեք այնքան լավը չենք դառնա, որ արժանի լինենք Սուրբ Հոգուն, սակայն դրա կարիքը չկա։ Իրականում մենք նույնիսկ չենք կարող նման հույս ունենալ։ Նա լիովին սուրբ է, բայց հենց դա է պատճառը, որ մենք ունենք նրա կարիքը, եւ հենց այդ պատճառով նա եկավ։ Հիսուսի արյունը եւ միայն նրա արյունն է արժանի դարձնում մեզ ստանալու Սուրբ Հոգու զորությունը եւ լեցունությունը։ Կարող եք կարդալ Գործք առաքելոցի 1:8-ում։ Քրիստոսն ուղարկում է Հոգուն ոչ թե այն պատճառով, որ մենք հրաշալի քրիստոնյաներ ենք, այլ հենց այն պատճառով, որ մենք այդպիսին չենք։ Աստծո սիրտը փափագում է, որ իր ստեղծած մարդիկ փրկվեն։ Նա չի ստեղծել այս երկրի միլիարդավոր մարդկանց որպես վառելիք դժոխքի կրակների համար, եւ ոչ էլ Քրիստոսից զուրկ հավիտենության համար։ Նա ստեղծել է նրանց երկինքը բնակեցնելու համար։ Նա ուղարկում է Սուրբ Հոգուն, Պարակլետոսին կամ օգնականին, իսկ մենք միայն նրա ծառաներն ենք կամ գործակալները։ Նա կարող է կատարել այդ առաջադրանքը, եւ նա ցանկանում է միայն, որ մենք համագործակցենք իր հետ։ Իսկ մեր սրբությունը, այն զորությունը, որով հրաշքներ եւ նշաններ են գործվում, չի բխում մեր սրբությունից։ Այն բխում է Սուրբ Հոգուց։ Մենք կարող ենք տկար լինել եւ նույնիսկ ձախողվել, բայց դա առավել եւս ցույց է տալիս, որ պետք է ընդունենք Սուրբ Հոգուն։ Նա չի տրվում մեզ, քանի որ մենք կատարյալ ենք։ Նա տրվում է մեզ, քանի որ մենք կատարյալ չենք։ Մեծագույն գործոնը այն է, որ մենք ունենք նրա կարիքը, իսկ դուք ունեք նրա կարիքը։ Եթե կորսվածները չեն կարող փրկվել, քանի դեռ եկեղեցին բաղկացած չէ կատարյալ սրբերից, ուրեմն երբ կփրկվեն նրանք։ Կորսվածների փրկությունը չի կարող սպասել։ Մենք պետք է առաջնորդենք նրանց դեպի Հիսուսը, լցնելով երկինքը եւ դատարկելով դժոխքը։ Աստված կատարել է իր մեծագույն աշխատանքը եւ տվել է իր մեծագույն զոհը, որպեսզի մարդիկ փրկվեն, եւ դա պայմանավորված չէ մեր կատարելության չափով։ Նա չի սպասում մինչև որ մենք քայլող կանոնների գիրք դառնանք։ Մենք պետք է ձգտենք սրբության, եւ Աստվածաշունչը խրախուսում է, որ անենք դա, սակայն մարդկանց փրկությունը չի կարող սպասել մինչև մենք կատարելության հասնենք։ Աստծո ծրագրերը մշտապես ենթադրել են, որ հոգու պարգևն է լինելու մեծ հանձնարարականը կատարելու դրդապատճառը եւ զորությունը։ Առանց դրա ոչինչ չի ստացվի։ Հին մարդկոցը։ Կարևոր չէ, թե հոգևորապես որքան սառն եք դարձել եւ որքան եք հեռացել հավատքից։ Նման հին մարդկոցի ձեզանում մշտապես կա մնացորդային լիցք։
Մեկ անգամ Սուրբ Հոգով զորացված մարդը մշտապես զորացված է։ Դուք միայն պետք է մաքրվեք Հիսուսի արյամբ և նորի պես կդառնաք։ Իմ ընկերներից մեկը մաքրում էր իր ավտոտնակը և մի մետաղի կտոր գցեց կուտակված աղբի վրա։ Այն տեսանելի և լսելի առկայծում առաջացրեց։ Պարզվեց, որ այնտեղ մեքենայի հին մարտկոց էր դրված։ Այդ մետաղի կտորը կարճ միացում էր առաջացրել մարտկոցի հաղորդալարերի միջև։ Այդ մարտկոցի մեջ դեռևս մի փոքր լիցք էր մնացել, և նա դուրս հանեց այն աղբից, մտածելով, որ դեռ կարող էր օգտագործել։ Ոմանց համար սա կարող է առակ լինել։ Դուք հանձնվել եք և մտածում եք, որ զորությունը հեռացել է ձեզնից։ Այն երբեք չի հեռանում։ Մաքրեք ձեր շուրջը գտնվող աղբը և կհայտնաբերեք, որ Սուրբ Հոգուն այդքան հեշտ չէ անջատել։ Տարիներ շարունակ քարոզելով հզոր մարգարեական օծության ներքո Եղիսեն մահացավ, բայց օծությունը մնաց նրա ոսկորների վրա։ Երբ մի մահացած երիտասարդի պատահաբար գցեցին Եղիսեի գերեզմանը, նա հարություն առավ։ Կարող եք կարդալ 2 Թագավորաց 13:21-ում։ Ձեզ համար դեռ հույս կա։ Սուրբ Հոգին և Գողգոթան։ Սուրբ Հոգու նպատակն է իրական դարձնել Քրիստոսի խաչի հաղթանակները հավատացյալի կյանքում, եկեղեցում և աշխարհում։ Որպեսզի ունենաք Սուրբ Հոգու զորությունը, դարձրեք Քրիստոսի խաչը ձեր գործը, իսկ փրկությունը ձեր ուղերձը։ Սուրբ Հոգին կլանված է իր աշխատանքով։ Նա իրագործում է մարդկանց սրտերում այն, ինչ Հիսուսը կատարեց մեզ համար խաչի վրա։ Դուք չեք կարող հեռացնել նրան այդ առաջադրանքից, դրդելով զբաղվել որևէ այլ գործով, որը չի առնչվում Գողգոթայի հետ։ Միայն փրկության հիմքի վրա կա ճշմարիտ հոգևոր զորություն։ Հրաշքները առանց խաչի Սուրբ Հոգու հրաշքները չեն։